Քիչ առաջ հարցում էինք անում, ամենատպավորիչ հատվածը մարդկանց խոսքից նաև այն էր, որ ձեր հորը հարգում են հիշատակը, նաև հարգում են, բայց ասում են դուք ըստ էության ուրացել եք, շարունակելով մնալ քաղաքացիական պայմանագրում, այս առումով ինչ կասեք։ Դա կոնկրետ քաղաքական ուժերի պնդում է, իրենց նեղ քաղաքական ներողություն, որովհետև երբ որ հարցը պնդման տեսքով է տրվում, միգուցե մանիպուլատիվ թվա քաղաքացիներին, բայց ամեն մեկը իր կարծիքը ունի, ես բնավ ցանկություն չունեմ որևէ մեկի կարծիքին բռնանալու, բայց ես ասեմ, այս թեզը ընտրություններից ընտրություն 2020 թվականի պատերազմից հետո 2021 թվականի ԱԺ ընտրություններին, այնուհետև հիմա այս ըստ էության նախընտրական կամ պլանավորված արտահերթ ընտրությունների ֆոնին այս խոսակցությունները ակտիվանում են կոնկրետ քաղաքական ուժերի կողմից։ Արմավիրի մարզպետ եք, հիմա ձեր ինչին է պետք է ամենի մեջ մտնելը, հաշվի առնելով նաև ձեր հոր անունը էլի։ Հիմա պատկերացրեք, սկզբից Արցախը կորցրեցինք, դուք մնացիք այս թիմի հետ։ Հիմա տեսնում եք պետության համար առանցքային նշանակություն ունեցող մայրաթոռն է թիրախավորված։ Այս ամենից հետո այս թիմի համար մտնել մի հատ էլ ընտրապայքարի մեջ ձեր ինչին է պետք։ Շատ լավ, դուք հարցը տալիս եք ի սկզբանե համոզմունք կամ պնդում ունենալով, բայց ամեն ինչ էլի եմ ասում ունի իր նախապատմությունը եւ ձեր որևէ հարցադրման հետ այն տեսանկյունից որ դուք եք ներկայացնում որևէ կերպ համաձայն չեմ։ Այո, մենք կորցրել ենք Արցախը, ցավոք, եւ ոչ մեկ ինձանից շատ թող չցավի։ Ձեր հայրը ազատագրող էր, իրենք հանձնող են, ես այդ եմ ասում։ Եվ մի այն նարատիվներ ընդդիմադիր ուժերի մի շահարկեք եւ թող չէ, եկեք որպես եթե անձնական եք ուզում խոսել, կամերաներից դուրս կարող ենք անձնական ժամերով խոսել,